Ինչպես աշխարհի ամենահայտնի աթեիստը փոխեց իր կարծիքը եւ հավատաց Աստծուն։ Anthony Flew տասնամյակներ շարունակ նրան կոչում էին աշխարհի ամենահզոր աթեիստ փիլիսոփա։ Նա բրիտանացի փիլիսոփա էր, 20-րդ դարի աթեիզմի գլխավոր դեմքերից մեկը, եւ հենց նա է առաջ քաշել հայտնի արտահայտությունը՝ ապացույցների բեռը հավատացյալի վրա է։ Տասնամյակներ շարունակ նրա գրքերը օգտագործվում են ամբողջ աշխարհում Աստծո գոյությունը մերժելու համար, բայց հետո մի բան փոխվեց։ 2006 թվականին Anthony Flew-ն հրատարակեց մի գիրք There is a God, Աստված կա։ Այո, նույն մարդը, ով կես դար պայքարել էր Աստծո դեմ, հրապարակավ հայտարարեց, որ Աստված գոյություն ունի։ Ինչու՞։ Մի նախադասությամբ նրա պատճառը սա էր. կյանքի եւ տիեզերքի գենետիկ ու մաթեմատիկական կառուցվածքը այնքան խելացի եւ համաչափ է կարգավորված, որ այն պահանջում է բանական արարիչ։ Դրանից հետո շատերը սկսեցին ասել. նա պարզապես ծերացել ու վախեցել էր, որ միգուցե Աստված իսկապես գոյություն ունի ու իրեն կպատժի։ Բայց ահա կարևոր մի փաստ. Ֆլյուն մահացավ որպես դեիստ։ Նա այդպես էլ չդարձավ քրիստոնյա, մահմեդական կամ այլ կրոնի հետևորդ։ Եթե նա իրապես վախից էր հավատում, կընտրեր մի կրոն, բայց նա չընտրեց։ Նա ընտրեց հավատալ միայն նրան, ինչին իրեն տարել էր գիտությունը, որ բանական տիեզերքը պահանջում է բանական ստեղծող։ Այսպիսով, աշխարհի ամենահայտնի աթեիստը դարձավ աշխարհի ամենահայտնի նախկին աթեիստը։